Հրապարակը գրում է. նախորդին Երևանի ավելի քան 15 հասցեում իրականացված խուզարկությունները կատարվել են նաև արցախցիների տներում։ Թերթի աղբյուրները հայտնել են, որ իշխանությունների թիրախում են հատկապես ակտիվ արցախցիները, որոնք այս շրջանում նախընտրական գործընթացներին են ներգրավված, աշխատում են ընդդիմադիրների շտաբներում։ Արցախցիները կասկած չունեն, որ իբր արցախցիների մասնակցությամբ այդ մասկի շոուն, որը հունից անել էր Նիկոլ Փաշինյանին, իշխանությունները բեմադրել են նախ եւ առաջ արցախցիների շրջանում ռեյդ իրականացնելու եւ ակտիվ եղանակ փոխող մարդկանց ձերբակալելու նպատակով։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի անհավասարակշիռ պահվածքի պատճառն ընդդիմության նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճն է։ Հատկապես գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի ռեյտինգի աճը։ Հենց սրանով է պայմանավորված այն սև PR-ը, որն իրականացվում է Սամվել եւ Նարեկ Կարապետյանների դեմ։ Այդ թվում ռուսալեզու կայքում հրապարակված նյութերի տեսքով, որոնք հերկվել են Կարապետյանների կողմից։ Խոսքն այն մասին է, որ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել, իսկ Սամվել Կարապետյանը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից։ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 2 շաբաթների ընթացքում ասում են, զգում է, որ հողը ոտքերի տակից փախչում է։ Նրան հանգիստ չի տալիս իր մրցակիցներին ընտրապայքարից դուրս թողնելու միտքը եւ նման հրապարակումներով եւ ընտրակաշառքի Սարգսովի մեղադրանքներով փորձում են հիմքեր ձևավորել ուժեղ Հայաստանի գրանցումը կասեցնելու համար։ Սակայն իշխող թիմում ոչ բոլորն են կորցրել սթափ մտածողությունը եւ կարծում են, որ Սամվել Կարապետյանին խաղից դուրս թողնելն իրենց չի ներվի եւ այդ դեպքում արդեն ժողովուրդն իրոք փողոց դուրս կգա ու անցանկալի զարգացումներ կլինեն։ Ժողովրդի կառավարական շրջանակներին մոտ կանգնած բացառիկ աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն Գազպրոմ Արմենիայից տեղեկություն է ստացել այն մասին, որ առաջիկայում գազի գինը վերանայվելու է։ Խոսքը ոչ թե գնի նվազեցման, այլ թանկացման հնարավոր սցենարի մասին է։ Այսինքն առաջիկայում Հայաստանի ներքին օրակարգում կարող է կրկին հայտնվել գազի սակագնի բարձրացման հարցը, ինչը բնականաբար շղթայական ազդեցություն կունենա թե շարքային սպառողների, թե տնտեսվարողների եւ թե ընդհանուր գնաճային միջավայրի վրա։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի հետ շուրջ 200 անգամ խոսել է, սակայն ինչպես երևում է, այդ շփումները գազի գնի մասով իրավիճակ չեն փոխում։ Ավելին, անգամ 3 լորի կատարած այցի ժամանակ Փաշինյանը բավական ընդգծված ձևակերպումներով անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությանը, հայտարարելով, որ Ռուսաստանի Դաշնությունը գերտերություն է եւ Հայաստանը պետք է ակնածանքով վերաբերվի գերտերության հետ հարաբերություններին։ Նա նաեւ շեշտել է, որ ինքն այդ հարաբերություններին ակնածանքով է վերաբերվում եւ չի սրում իրավիճակը։ Փաստը գրում է. մայիսի 28-ից 29-ին Աստանայում կանցկացվեն 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը եւ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այս պահին կա տրամադրվածություն ընդունել որոշում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին, դրանից բխող բոլոր հետևանքներով, մինչև որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես պաշտոնական որոշում կայացնեն, շարունակում են եվրոպական դեգերումները, թե Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում։ Հրապարակը գրում է. Ռուսաստանի իշխանական շրջանակները սկսել են լուրջ վերաբերվել Հայաստանում իրենց դեմ ծավալվող այսպես կոչված հիբրիդային պատերազմի, Ռուսաստանի Դաշնության եւ Պուտինի դեմ շրջանառվող տեղեկություններին, որոնք հիմնականում տարածվում են իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից։ Թերթի տեղեկություններով հայաստանյան հայտնի սիթքոմներից մեկի իշխանական դերասանի հակապուտինյան հարցազրույցներից ու հայտարարություններից հետո Ռուսաստանում գտել են այս դերասանի բիզնեսմեն ազգականին եւ նախազգուշացրել, որ եթե շարունակվեն այդ հայտարարություններն ու հարցազրույցները, ապա իր գործունեությունը եւ Ռուսաստանի Դաշնությունում կեցությունը կդառնան օրերի հարց։ Հրապարակը գրում է. Ալեն Սիմոնյանն օրերս Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՔՊԱ-ականների շրջանում տիրող իրարամերժ տրամադրությունները եւ մտահոգությունները։ Ասել է, որ ՔՊ-ի ներսում մտահոգված են Փաշինյանի չափազանց հուզականությամբ վտանգավոր հայտարարություններով։ Նրանք բոլորը իհարկե շատ են ցանկանում խորհրդարան անցնել, իշխանություն լինել, սակայն սկսել են կասկածել ու վախենում են, որ իրենց առաջնորդի սխալները կարող են խոչընդոտել դրան, քանի որ ՔՊ-ի դիրքերը նախկինի պես ամուր չեն։ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով պատասխանել է, որ նրանք ոչինչ չեն հասկանում։ Ինքը գիտի ինչ է անում եւ հավելել է. դրանց ասա թող իրենց աշխատանքը կատարեն ըստ պլանի։ Իրենց գործը չի թե ես ինչ եմ անում ու ասում։ Ընդհանուր առմամբ իհարկե ՔՊ անդամները վստահ են հաղթանակի մեջ, սակայն վերջերս կասկածներ են ծագել։ Նրանք իրար մեջ խոսում են, որ Փաշինյանը սրում է խաղը։ Անհաջողության դեպքում նոր իշխանությունն ու ժողովուրդը մեզ խժռելու են, հատկապես արցախցիների եւ եկեղեցու վրա հարձակումների համար։